Այս տարին էլ գլորեցին աշակերտները առանց դասագրքի։ Ուսումնական տարեվերջին ժամը պարզում է, որ հանրապետության դպրոցները նոր բոլոր դասագրքերը չէ, որ ունեն։ Երկրորդ, 7-րդ և 8-րդ դասարանցիների մոտ դասագրքային սով է։ Ամբողջ տարին երեխաներն անցկացրել են առանց ռուսաց լեզվի, թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկաների դասագրքերի։ Բավականին բարդ պրոցես է ստեղծում ուսուցչի համար։ Ինքներս ուսումնասիրել ենք թեմաները առցանց տարբերակներով, հղումներ ենք ուղարկել կամ տվյալ նյութերը, որ տարբերակով ենք հավաքագրել ու փոխանցել երեխաներին կամ տպել ենք թղթերով ենք բաժանել, այսենց բավականին խառը իրավիճակում փորձել ենք հաղթահարել պրոցեսը։ Ուսուցիչներն իհարկե կհաղթահարեն մի կերպ պրոցեսը, որի ամբողջ ծանրությունը հենց նրանց ուսերին է թերևս, բայց ինչ կարժենա դա մանկավարժին։ Առարկայի մտցնում առարկայացանք հանրակրթական դպրոցի եւ դրա դասագիրքը ընդհանրապես բացակայում է, դա իրականորեն ազդում է կրթության որակի վրա։ Ուսուցիչը չգիտի ինչ պարապի։ Թվային գրագիտություն առարկան մտցրելու են դպրոց, ասում են գնա հին ինֆորմատիկայի դասագրքով դասավանդիր։ Հին առարկան բովանդակային առումով լրիվ այլ է, թվային գրագիտություն լրիվ այլ բան է։ Նախարարացնող ուսուցիչը պիտի ստեղծագործի։ Մինչև երբ պիտի ուսուցիչը երևակայությանը զարկ տալով դաս պարապի։ Հանրակրթությունն ունի նոր չափորոշիչներ, բայց չունի այդ չափորոշիչներին համապատասխան գրքերը։ Նախարարության հայտարարած մրցույթներին էլ ըստ փորձագետի մասնակցող չկա։ Դասագիրք չեն ուզում գրել մասնագետները, բոյկոտում են։ Ինչու՞։ Դասագրքերի փորձաքննական հանձնաժողովի կազմը գաղտնի է պահվում նախարարության կողմից։ Այո, մրցույթից առաջ պետք է փակ լինի, գաղտնի լինի, չիմանան ովքեր են փորձաքննողները, որպեսզի օբյեկտիվության բաղադրիչը պահպանվի, բայց կարելի է ու ճիշտ կլինի, որ մրցույթից հետո այդ հանձնաժողովի կազմը հրապարակվի, իմանան մարդիկ գրքերի հեղինակները կարողանան հարցադրումներ անել, թե ինչու իրենց դասագրքերը չեն անցել։ Չարտարացված գաղտնիության շղարշն էլ ստիպում է մասնագետներին, որ չհամագործակցեն, չգրեն դասագրքեր։ Տապալել են դասագրքի ստեղծման գործընթացը կրթության նախարարությունում, ասում է փորձագետն ու հավելում. մեր դպրոցներում օր-օրի ահագնացող ֆունկցիոնալ անգրագիտությունը հաղթահարելու գերխնդիր ունենք։ Կրթության նախարարությունից էլ դպրոցների տնօրեններին ասել են, թե թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկայի դասագրքի մրցույթի հաղթողն արդեն կա։ Խոստացել են, որ այս ուսումնական տարում դասագիրքը կդրվի աշակերտների սեղաններին։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։